Ալեյքում սալամ։ Ձեզ ողջունում է 6-2 դասարանը։ Մենք ձեզ կփորձենք որոշ ժամանակով տեղափոխել Իրանի Իսլամական Հանրապետություն, որպեսզի դու պատկերացում կազմեք Իրանի մասին, Տիգրանը ձեզ կներկայացնի իր պատմական սլայդում։ Օրենք ումից կանի, հա? Ենք ումը կանի։ Նկարում է։ Իրանի Իսլամական Հանրապետության տարածքը 1,640,195 քառակուսի կիլոմետր, բնակչությունը 76,420,000, իսկ մայրաքաղաքը Թեհրանը։ Հարևան երկրներն են Թուրքմենստանը, Քուվեյթը, Սաուդյան Արաբիան, Պակիստանը, Իրաքը։ Իրանի 7-րդ գործող նախագահն է Հասան Ռոհանի։ Իրանի նախագահներն են եղել Աբոլ Հասան Բանիսա, Սադրե Մոհամմադ Ալի Ռաջայի, Ալի Խամենեի, Փելևի տոմը, որը հիմնադրել է Ռեզա Շահը, կառավարել է Իրանը դեկտեմբերի 25-ից 1925 թվականից մինչև 1979 թվականի փետրվարի 11-ը և գահանվեց իսլամական հեղափոխության արդյունքում։ 2010 թվականին նշվել է Իրանի 31-ամյակը։ Տեսարժան վայրերը Իրանը հանդիսանալով Իրանը պատկանում է նավթի խոշոր պաշարներ ունեցող երկրների շարքին, զբաղեցնում է 3-րդ տեղը Սաուդյան Արաբիայից և Վենեսուելայից հետո։ Տեսարժան վայրերը Իրանը հանդիսանալով պաշտպանական Տերության ժառանգորդը հարուստ է գեղատեսիլ վայրերով, շքեղ տղյակներով և յուրահատուկ լազուրաբար գմբեթներ ունեցող մզկիթներով։ Իրանական ճարտարապետության այդ գործընթացները շարժված են Իրանի տարբեր աստղներով։ Թեհրանը չնայած ուժել է Իրաքի հետ հակամարտության արդյունքում նույնպես ունի մի շարք տեսարժան վայրեր, որոնք հնարավոր չէ չտեսնել։ Ազատության աշտարակը այն առաջի բանն է, որ տեսնում են զբոսաշրջիկները Թեհրան ժամանեցարկսով, այդ պատճառով նրան անվանում են Թեհրանի ջրապաստը։ Կառուցվել է Սպիտակ մարմարից և բաղկացած է 8000 քարե բլոկներից։ Որժե Միլադ նա Իրանում ամենաբարձր շինությունն է, որը ունի 435 մետր բարձրություն։ Գլխամասային հատվածը ներկայացված է 12 հարկ ունեցող հսկայական հաբի տեսքով, որի կտուրը գտնվում է 315 մետր բարձրության վրա, կային նաև աստիճաններ և վերելակներ։ Խաջի կամուրջը ունի 23 կամար և 14 մետր լայնություն։ Կամուրջը կառուցվել է Շահ Աբասի օրոք և ծառայել է որպես պատնեշ, ունի 105 մետր երկարություն։ Կառուցվել է 1650 թվականին։ Ժամանակակից Թեհրանը
Իմամ Ռազի դամբարան ճարտարապետական համարի է Մաշհադ քաղաքում, որը ներառում է իմամի գերեզման դամբարանը, ինչպես նաև ուրիշ հայտնի իմամների դամբարաններ, թանգարան, գրադարան, գերեզմանոց, մզկիթ և մի քանի այլ շինություններ։ Զբոսաշրջությունների այս օգտագործության կենտրոնը Իրանում ունենում է տարեկան 15-ից 20 միլիոն այցելող։ Իմամ Ռազի դամբարանը։ Իմամի հրապարակը նախկինում տարածքը կոչվել է Նաշադ Ջիրահան և գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։ Հրապարակի տարածքը տարածվում է 560 մետր հեռավորության վրա հյուսիսից հարավ և 165 արևմուտքից արևելք։ Չարչերաղ մզկիթ Շիրազ։ Չարչերաղ մզկիթը հանդիսանում է Շիրազ քաղաքի ամենահայտնի մզկիթներից մեկը և շլացնում է յուրահատուկ գեղեցկությամբ, ինչպես սովորական հավատացյալներին, այնպես էլ ամբողջ աշխարհից ժամանած բազում զբոսաշրջիկների։ Այն կառուցվել է 14-րդ դարում և հանդիսանում է Ահմեդ և Մուհամմեդ եղբայրների դամբարանը։ Սա Չարչերաղ մզկիթն է։ Ազգային ոսկերչության թանգարանը։ Այստեղ հավաքված են Իրանում ոսկերչական արվեստի գործընթացները սկսած 15-րդ դարից։ Այստեղ էր մահվում նաև աշխարհի հայտնի ադամատներից մեկը Դարիա Էրնու, լույսի ծով անվանումը, որը 172 կարատ է։ Այս թանգարանում ներառված է նաև արքայական ոսկե գահը, սիրամարգի փետուր, շքեղ սարդի և այլ թանկարժեք սարդեր։ Նադեր Շահա Վահանը։ Այն պատրաստված է ռնգեղջյուրի մաշկից և այն օգտագործվել է Հնդկաստանի դեմ պատերազմի ընթացքում 1739 թվականից մինչև 1740-ը։ Ավելի ուշ ավելացվել է, ավելի ուշ զարդարվել է զմրուխտներով։ Այն Ռեզա Փահլևիի թագային պատրաստված է ոսկուց և արծաթից։ Իրեն զարդարված է ադամաններով և զմրուխտներով։ Պերսեպոլիս Շիրազ Պերսեպոլիսը հունարենից թարգմանաբար նշանակում է պարսիկների քաղաք։ Հին պարսկական քաղաքի, որ ստեղծվել է մոտավորապես 4-ից 5-րդ դարերում մեծ բարգությունից առաջ և հանդիսացել է Աքեմենյան տերության մայրաքաղաք։ Այն նկարներում նույնպես Պերսեպոլիս քաղաքն է։ Կանդովանը գյուղ է, որը գտնվում է Ոսկու և Թավրիզ քաղաքների միջև Իրանում։ Գյուղը հայտնի է իր բեռներում փորված կացարաններով։ Որոշ կացարանների տարիքը հասնում է 700 տարվա։ Կանդովանում կան նաև շատ հյուրանոցներ և խմբային աղբյուրներ։ Սա Կանդովան քաղաք։ Իրանական խոհանոցը իրական խոհանոցում ամենատարածված մթերքներն են գարանդիսը, թշնամիսը, բանջարեղենը, ձիթապտուղը, պիստակը, լոլիկը և լոբազգիները։ Առավել տարածված է խավարտը, բրինձը, որից պատրաստվում են շատ ուտեստներ, ավելացնել են տարբեր համանքներ։ Սա իրենց խոհանոց։ Պարսկական գորգերը շատ հայտնի են։ Թեհրանում գորգերը այնպիսի գորգեր կան, որոնք գինը հասնում է 1000 դոլարից։
Այժմ մենք ձեզ կհափոխենք Վարդերի քաղաք Շիրազ։ Այստեղ են հավաքվել պարսիկ բանաստեղծներ Օմար Խայամը, Ֆիրդուսին և Սաադին։ Դուք հնարավորություն կունենաք ծանոթանալ նրանց հետ։ Մենք այն անհավատությունից, որոնց զարդարել են երկիրը, և որոնցից հայրուքած ապրեց և կրթության տխրության բանաստեղծը Սաադին։ Առավել շատ անձակներ Սաադին, իջավ պարտեզը, նորից լսելու բրբունների երգը և նորից տեսնելու գարնան դաշտը։ Ավաղ անցավ հայրուքան, մի գիշերվա երազի պես, հռավ թեթև մի վարկյանի մեջ, որովհետև դուք միշտ ուղեկցում էիցիք։ Ով հեքիաթ, ով բրբուրներ և վարդեր, և դուք վարդերի տույր շնորհակալ աղջիկներ։ Աշխարհը գլխի վայր հոսում է, քայքայվում, և միշտ է, որ նորից կերտում է այս վայակապ աշխարհը, և մեր հոգու շուրջը փռում այս հրաշքն ու հեքիաթը։ Բացասի դռնակը բացվեց, սպիտակ շղարթները հողի ծծուփում, նրանց մտավ նազյալ, Սաադիի սիրած Շիրազին։ Ինչու ես շփում Սաադ, սիրում եմ տանագրությունը, ով Սաադ, իմաստուն է քո թախիցը, և դու ասել ես քո աստվածային լեզվով, թե Մարգարիտը վերքից է, որ կծնի է քուն կարևելով Իրանուշ օգն տվուր է։ Տես, վարդեր եմ վերել տեսնում, իմ պարտեզի թավիշ վարդերից։ Այո Սաադի, ինչի վարդը ոտոտելիս խորի միաբանացուկ շնորի մասը, վայի հիշադակը բույրի և դուրի կլինի մորանալ, որ վարդը թարամած է ման։ Այո, հրաշք է աշխարհը, հեքիաթ է գեղեցիկ և անհուն զարմանալի։ Եվ ապա Սաադին հանքոխորին հատակից նայեց մեկի շուրջը բռնած հեքիաթ աշխարհին, մեկ լուսաշուտուն հրաշք աղջկան և բռնելով փոքրիկ աղջկա ձեռքը համբուրեց դնելով բացող սրտի վրա ասի։ Քո շուշան մատերով գրի Գյուլստանի Սիսիեթին էջի վրա իմ այս վերջի խոսքերը։ Ծնվում ենք ակամա, ապրում ենք զարմացած, մեռնում ենք կարոտով։ Ծնվում ենք ակամա, ապրում ենք զարմացած, մեռնում ենք կարոտով։ Շահնամեի հմայքն այնքան մեծ էր Իրանում, նրա հեղինակի անունն այնքան գրավիչ ու սիրված, որ մեծ բանաստեղծի մահից հետո Իրանի ժողովուրդը նրա անվան ու գործի շուրջ մի շարք լեգենդներ ու հեքիաթախառն պատմություններ է հյուսում, որոնք նույնքան գունագեղ ու պոետիկ են, որքան Շահնամեն է։ Բանաստեղծների արքայի մասին զրույցները մուտք են գործում նաև Եվրոպա։ Դրանք այստեղ են մշակում։ Շատ շրջան
կան ելակյաններ, լապարվի, տավերի, անցերվի, կամիների և շողերի ծաղերի, բայց իմ երկով ես կերտեցի շրջան այնպիսի, որին արև կանձրևը և կամին չեն վնասի, դարեր իրար կհաջորդեն, բայց իմ երկը կմնա և ամեն մարդ կուզե կարդալ, եթե խելքի տեր են ա։ Սակայն թեպետ շատ է եղել և շատ գործեր են արված, բայց իմ գործի նման մի գործ դեռևս չի կատարված։ Այս 30 տարիներին քաշելով մեծ նեղություն, ես Իրանը կենթանացրի Ֆարսի լեզվով իմ սիրով։ Խայամն ասավ իր սիրունին, ոտքը զգույշ դիր հողին, ով իմանա, որ սիրունի բիլն ես կողում դուհինին, հեյ ջան, մենք էլ զգույշ ավիցնենք, ով մանա թե իմի են գոզալի բիլն են կողում, թե որ լեսում խայամին։ Ես կարծես ճանաչում եմ քեզ, դու Օմար Խայամն ես, Խորասանի մեծ բանաստեղծը, դու գիտես աստղերի և թվերի լեզու, բայց դու աշխարհին հայտնի ես քո հրաշք ռուբայիններով։ Այո, ես եմ Օմար Խայամը։ Ասում եմ, ես հաստ չեմ Աստծո հետ, բայց դա այդպես չէ։ Ես ուղղակի սիրում եմ կյանքը, վայելքները և ներկայացնում եմ դրանք իմ ռուբայիներին։ Մեր դերն այս կյանքում